Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է այսօր իմ հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Պարոն Քոչարյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Բարև ձեզ։ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո փոխաբերական իմաստով առաջին ծաղիկները արդեն երևում են։ Վլադիմիր Սոլովյովը հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ Պրոշյանի գործարանին կարգել են Ռուսաստան ներմուծել արտադրանքը, նույնիսկ արբիտրաժային դատարան է գնացել գործը, որովհետև այն արտադրանքը, որ ներմուծել են Ռուսաստան, ըստ Սոլովյովի ունեցած տեղեկատվության, չի համապատասխանում այն չափանիշներին, որոնց պետք է համապատասխաներ։ Արդյոք Պուտինի հայտարարություն զգուշացումը ունենալու է այլ զարգացումներ եւս։ Տեսեք, նախ ծաղիկներ ասելով դուք փոխաբերական չեք ասում, որովհետև առաջինը հենց ծաղիկները չթողեցին, որ մուտք գործեն Ռուսաստան, ասելով, որ դա երրորդ երկրից բերված էր, ոչ հայկական արտադրություն էր, իսկ փոխաբերականով իրոք սա ծաղիկներն էլ չեն, հա, սա ես կարծում եմ լինելու է ժուրնալը, այդպես ավելի ժողովուրդը գիտի, որ կինոն հետո է սկսվելու եւ այստեղ ժողովրդի խնդիրը չի միայն, այլ հենց բիզնեսմենների եւ ես կարծում եմ բիզնեսը արդեն հասկանում է, որ այլևս հայտարարությունների բանով չեն մնում միայն, հա, մակարդակով չեն մնում։ Հայտարարությունները կոնկրետ վերենացվում հետո գործողությունների, ինչը բնականաբար լարում է բոլորին, որովհետև այստեղ միայն այն չի, որ արտահանման խնդիրը չի, նաև ներմուծման խնդիր կա, որովհետև մենք Ռուսաստանից նաև շատ բաներ ենք մուծում եւ կարծում եմ ավելի շատ վստահ եմ, որ շատ շուտով մենք դրա մասին էլ կլսենք, որովհետև այն ինչ ասում են, հա, խնդիրը Սալավյովը կամ մեկ ուրիշը չեն։ Ինձ ավելի հետաքրքրում է ինչ են ասում, հա, նու սկզբից Պուտինը, հետո արդեն Ավերչուկը, որովհետև եղել է Հայաստան, Ռուսաստանի ԱՏՄ այդ կապերի Ռուսաստանի կողմից, հա, համակարգողը, եւ մինչեւ հիմա կարծեք թե որևէ նման բան մենք չէինք լսել, թեև տենց թեթևակի Լարսը փակվեց, էլի ինչ-որ մի բան գտան ինչ-որ բանի մեջ, այսպես դա եղել էր, բայց դա էպիզոդիկ բնույթ էր կրում։ Հիմա սա կրելու է արդեն բավականին լուրջ մասսայական բնույթ։ Ընդհանուր առմամբ ես միշտ այդ հարցը տալիս եմ, բնականաբար չեմ գտնում պատասխան, բոլոր այն մարդիկ, ովքեր վախացնում են ժողովրդին պատերազմով, ասելով, որ մենք ինչպես պետք է 10 միլիոնանոց Ադրբեջանի եւ 80 միլիոնանոց Թուրքիայի դեմ պայքարենք, ես համաձայն եմ իրենց հետ, այնպես չի, որ այդ հարցում ես համաձայն չեմ, հատկապես այս վիճակով Հայաստանի, բայց մյուս կողմից հարց է ծագում, այդ դեպքում այդ մարդիկ ոնց են Ազրայիլ կտրում, երբ որ խոսքը գնում է 135 միլիոնանոց աշխարհի թիվ 1 միջուկային, հա, տիրության մասին, Ռուսաստանի մասին։ Ոնց է լինում, որ ասենք 10 միլիոնանից Ադրբեջանից վախենում են, վայ, հիմա կգան սաղ պատերազմ եւ այլը կլինի, բայց ասենք 135 միլիոնանոց միջուկային տիրության Ռուսաստանից, որը 4 տարի է պատերազմում է 45 միլիոնանոց Ուկրաինայի հետ, չեն վախենում այդ երկրից։ Ինձ միշտ այդ հարցը հուզում է, ես այդ հարցի պատասխանը երբեք չեմ ստացել այդ մարդկանցից։ Միգուցե վստահ եմ, որ Ռուսաստանը երբեք թշնամական դիրքից չի դիտարկի Հայաստանը։ Գիտեք, ես իրենց վստահությունից եմ ուզում ունենալ, որովհետև ես օրինակ վստահ չեմ։ Իսկ եթե հասկանում եք, մենք ապրում ենք մի աշխարհում արդեն, որտեղ Հոլոկոստի զոհ հրեաները փաստացի եղերն են իրականացնում Գազայում, որտեղ դեմոկրատիայի, այսպես ասած, բնորան համարվող Միացյալ Նահանգները կարող են պարզապես գիշերը անկողնուց գողանալ մեկ այլ պետության ղեկավարի կնոջ հետ, որտեղ պարզապես կարող է փակվել
առանց ոչ մի բանի Օրմուզի նեղուցը եւ համաշխարհային էներգետիկ ենթակառուցվածքները պարզապես պարալիզացվեն։ Մենք այնքան բան ենք տեսնում, որ վստահ լինել, որ այդա չի լինի, ես երբեք նման վստահություն չեմ կարող ունենալ։ Իսկ հնարավոր է որ մտայնություն կա, կոնկրետ մտայնություն։ Ռուսաստանին դրթել, Հայաստանը դիտարկել թշնամական երկիր։ Դե դա արդեն հիմարություն է, եթե դու դրթում ես Ռուսաստանի նման պետությունը դառնա քեզ թշնամի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը դրանով զբաղված չէ։ Ես չեմ կարող ասել ինչով է զբաղված Նիկոլ Փաշինյանը, որովհետև կարծեք թե գոնե իր շուրթերով, հա, ասում է, որ օրինակ իրեն թվում է, որ Պուտինին սխալ ինֆորմացիա են տվել։ Հետո մի մոռացեք, նույն Նիկոլ Փաշինյանը միշտ հայտարարել է, որ իր հարաբերությունները Ռուսաստանի եւ անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ միշտ փայլուն են, շատ լավ են։ Ну, մինչև հիմա այնպես չի, որ այդպես չի եղել։ Եթե, հա, որ ասում է, ծուրը նստենք դուզը խոսենք։ Այնպես չի, որ մեծ խնդիրներ են ունեցել Ռուսաստանի հետ, անկախ նրանից ինչով են զբաղված եղել։ Հա, ռեակցիան ամենայն դեպս եղել է նորմալ։ Հիմա կարծեք թե ռեակցիան այդքան էլ նորմալ չէ, մեղմ ասած։ Ինչ կլինի հետո դժվարանում եմ ասել, որովհետև այն ինչը հայտարարվել է Ավերչուկի շուրթերով, այսինքն փակվի ավիահաղորդումը, արգելվի արտագնա աշխատանքի գնացողներին պարզապես մուտքը Ռուսաստան։ Հետևաբար 2 միլիարդի տրանսֆերները փակվի այնտեղից, փաստացի էներգետիկ ամբողջ մեր ենթակառուցվածքը այսպես թե այնպես շահկապված է Ռուսաստանի հետ։ Ինձ թող հեքիաթներ չպատմեն, որ Ադրբեջանից գազ կառնենք։ Ադրբեջանից կարող են նավթ առնել։ Ադրբեջանը գազ չունի անգամ իր համար, Ադրբեջանն է, որ գազ է մատակարարում, այդ Եվրոպան շատ լավ գիտեն, հա, իրենց պարզապես հայտնի կենթանու տեղն են դնում, որ դա ռուսական գազն է, պարզապես քանի որ իբր սանկցիաներ են կիրառվում Ռուսաստանի հանդեպ, իրանք էլ իբր չգիտեն, որ դա ռուսական գազն են առնում Ադրբեջանից, հա, ու եթե Ռուսաստանը որոշի սանկցիաներ կիրառել եւ չվաճառել իր գազը կամ վաճառել թանկ գնով, ապա Ադրբեջանը դժվար թե կարողանա որևէ խորանարդ հա մետր գազ մատակարարել Հայաստանին, ռուսական գազի դեպ։ Ուզում եմ ասեմ, կան շատ մասնագետները սա շատ լավ գիտեն, մասնագետները պատկերացնում են հետևանքները։ Հանրությունը մի մասը կարծում եմ պատկերացնում է, մի մասը գիտեք հատված կա, որ ասում է լավ գազ տվեցիր, մի մասը կպատկերացնի, երբ այդ գազ տվածը գազը կտրվի, գազ տալու հետևանքով, եւ ոչ միայն գազը, այլ շատ այլ բաներ կկտրվեն, այդ ժամանակ երևի սեփական մաշկի վրա երբ որ զգա, այդ վաղտ կհասկանա, ինչ որ նորմալ է, դա մարդիկ տարբեր են լինում, տարբեր մտածելիք կերպի են լինում, ինձ համար միշտ հետաքրքիր են այն մարդիկ, որ ասում են կախված չլինենք Ռուսաստանից, ես առաջի կողմնակիցն եմ, որ ոչ մեկից կախված չլինենք, բայց այսօրվա գլոբալիզացված աշխարհում դու ինչ որ միևնույն է ինչ որ մեկից կախված ես լինելու։ Նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարզվեց կախվածություններ ունեն։ Այո, բոլորը ունեն կախվածություն, ասում եմ, նույն քիչ առաջ էինք խոսում, հա, այդ Հորմուզի նեղուցի մասին։ Բնական է, որ բոլորը ինչ որ կախվածություն ունեն։ Եվ ես մեղմ ասած չեմ ուզում կախված լինել Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Ցավոք սրտի այլընտրանք չունես, դու կամ այնտեղից պետք է, հա, այսպես ասած, կախված լինես, կամ այնտեղից։ Այսօր Եվրոպան գեղեցիկ հայտարարություններ է անում եւ ես ամենևին դեմ չեմ դառնալ մեծ եվրոպական ընտանիքի անդամ, բայց
դա միակողմանի չի լինում։ Ես գոնե չեմ տեսնում այն ճանապարհը եւ այն տեսանելի ապագան, երբ դա կլինի։ Միացյալ Նահանգները, գիտեք ոնց է, ինքը շատ հեռու է եւ ինքը լուծում է, ընդհանրապես բոլորն են իրենց հարցերը լուծում, այնպես չի որ, հա, Ռուսաստանն էլ իր հարցերը չի, ցանկացած երկիր առաջին հերթին իր շահերն է սպասարկում։ Լինի դա Ռուսաստանը, լինի դա Իրանը, լինի դա Եվրոպան, լինի դա Միացյալ Նահանգները, թե լինի դա օրինակ մեր հարևան Վրաստանը։ Ես չեմ տեսնում, որ Հայաստանն է իր շահերը սպասարկում, որովհետև կարելի է ասել, որ մենք հա, այտենց գեղեցիկ, շատ գեղեցիկ է հնչում, մենք վերականգնում ենք ինքնիշխանությունը կամ մենք ստեղծում ենք առաջին անգամ ինքնիշխանություն, ճիշտն ասած, շատ գեղեցիկ է, շատ լավ է։ Ինքնիշխանությունը որն է, Թուրքիայից, Ադրբեջանից կախված լինելը, Ռուսաստանից կախված չլինելը, եթե դա է ինքնիշխանությունը, մեղմ ասած, դա ինքնիշխանություն չէ, դա ավելի խորը կախվածություն է, այս անգամ արդեն շատ ավելի վատ խաղացողներից, կամ շատ ավելի վատ շրջապատից։ Եվ շատ ավելի վատ հետևանքներով։ Եվ շատ ավելի վատ հետևանքներով, այո։ Պարոն Քոչարյան, Պուտինի հետ հանդիպումից հետո հնչած հայտարարությունները, նաև հաջորդած այս գործողությունները, այո, քայլերը որևէ կերպ կազդեն Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա։ Գիտեք, ես չեմ բացառում, որ ինչ որ առումով կարճաժամկետ, միգուցե էմոցիոնալ ֆոնի վրա կարող է եւ բարձրանալ վարկանիշը, բայց դա կլինի շատ կարճաժամկետ այն պահից սկսած, երբ որ մարդիկ իրենց մաշկի վրա զգան հետևանքները, կտրուկ անկում է լինելու։ Իսկ դա կլինի մինչև ընտրություններ։ Չեմ կարող ասել, դա կախված է թե ինչ կլինի մինչև ընտրություններ այդ հարաբերություններում։ Իսկ ընդդիմությունը ինչպես կարող է օգտագործել այս ֆակտորը ընդդեմ իշխանությունների։ Ընդդիմությունը կարծում եմ արդեն բարձրաձայնում է, դրա մասին բարձրաձայնել են եւ Ուժեղ Հայաստան կուսակցությունը եւ Գագիկ Ծառուկյանը, ոնց որ թե 3 4 օրը լսեցի, Հայաստան դաշինքն է միշտ բարձրաձայնում, ինչ որ անհատներ կամ այլ կուսակցություններ, որոնք չեն մասնակցում այս ընտրություններին, բայց բավականին փորձառուքական գործիչներ են արդեն բազմիցս դրա մասին ասել են, եւ Հրանտ Բագրատյան եւ տարբեր գործիչներ ես տեսնում եմ պարբերաբար դրա մասին բարձրաձայնում են։ Ի վերջո ինչու Փաշինյանը գնաց Մոսկվա, չէ՞ որ իր իշխանական քարոզիչները, իր կուսակիցները անընդհատ խոսում են այն մասին, որ Ռուսաստանից Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է ուղղորդվում, դեռ Եվրամիության աջակցությունն էլ այդ հարցում խնդրում են։ Երկու հարց կար ինձ թվում է լուծելու, նախ Նիկոլ Փաշինյանի համար փաստացի պարզ է, թե այլ խաղացողները, հա, նույն Եվրոպան, Միացյալ Նահանգները, Վենսը եկավ, հայտարարեց, Եվրոպան գիտեք Կայա Կալասի շուրթերով արդեն բազմից է հայտարարել, Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշումը շատ լավ գիտի, որովհետեւ կրկին բարձրաձայնվել է, բայց ինքը չգիտեր Ռուսաստանի դիրքորոշումը։ Ես կարծում եմ այցի մի հատվածը սրան էր ուղղված, որպեսզի ինքը տեղում, հա, այնուամենայնիվ երբ մարդու հետ շփվում ես, աչքերի մեջ նայում ես, տոնից, տեքստից, ինչ-որ շատ բան ես փորձում հասկանալ։ Փակ դռների հետևի խոսակցությունից։ Փակ դռների հետևի խոսակցությունից։ Եվ երկրորդը կարծում եմ նաև հենց ներքին աուդիտորիայում այս վարկանիշային որևէ բան ունենալու, երբ տեսեք, ես իմ երազած տղան եմ, կարողանում եմ անգամ Վլադիմիր Վլադիմիրովիչին այսպիսի բաներ ասեմ։ Թեև դրանից ընդամենը առաջ ես չեմ ասել, հենց ինքն էր ասում, դե հո ինքը չի զանգելու ինձ, երբ հարցրել էին դուք զանգել եք, հա, որ հանդիպեք, ինքը ասել էր, դե իհարկե, դե ես եմ զանգել, հո ինքը չի զանգելու, հələ տեսեք գերտերության։ Աշխարհակաղակական կշռի մասին էր խոսել։ Այնպես որ ես կարծում եմ այս երկու, հա, բաղկացուցիչ մասերն էին, մեկը իրոք պարզել
Ռուսաստանի դիրքորոշումը եւ փորձել ստանալ այն, ինչը ստացել է 8 տարի շարունակ Ռուսաստանից, իդեպ ստացել է դա ինքը Ռուսաստանից եւ փորձել, ասում եմ, Երևալ ուժեղ տղա այն ֆոնի վրա, որ իրեն բոլորը թույլ են անվանում։ Եվ դա արդեն կարծեք թե շատերի մոտ ամրապնդվում է այդ բանը։ Ասոցիացիան։ Ասոցիացիան, հա, որ ամենտեղ պարտվում է, ամենտեղ չի հաջողում անգամ տեսեք թրիպի հետ կապված թվում էր թե տես ինչ եւ իրենք ինչ մեծ բանով էին դա ներկայացնում չնայած ասեցին որ շարունակվում է եթե չեմ շփվում Արարատ Միրզոյանը բայց հաշվի առնելով վերջին զարգացումները ոնց որ թե փոզմիշ է լինում Դե Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱՄՆ-ի համար պատերազմի ֆոնին առաջնային հարցերից մեկը չի։ Ընտրություններին շատ կարճ ժամանակ է մնացել, հանկարծ նոր նախաձեռնությամբ է ԿՊ-ն հանդես գալիս, փորձում են ԱԺ-ում այդ նախագիծը հաստատել, ընդդիմադիրների հետ կապված փոփոխություն է, որ անձնանուն չեն կարող օգտագործել։ Սա ինչ է, ու շատ ագրեսիվ ձևով էին փորձում այդ նախագիծը առաջ տանել, շատ կոպիտ վիրավորական արտահայտություններով ընդդիմության հասցեին ու Նիկոլ Փաշինյանի այդ պահվածքն էլ Ինչի մասն է խոսում, չափազանց ինքնավստահ են, գիտեն, որ վերջ իրենց առաջ խաղ չկա կոպիտ ասած, իրենց լեքսիկոնը, եթե բնութագրենք։ Նիկոլ Փաշինյանը չափազանց ինքնավստահ է լինում, ինք անգամ չի հիշում ընդդիմության մասին։ Եվ մենք դա տեսել ենք տարիներ շարունակ։ Հա, ինքը ինչ ուզում են անում է, ինչ ասում են ինքը փաստացի ականջի կողքերով բաց է թողում, թե լրագրողները, թե ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանը նյարդայնանում է եւ ռեակցիա տալի, երբ վտանգ է զգում։ Վտանգ է զգում տվյալ պարագայում ընտրություններում պարտվելու վտանգ է զգում կամ չհաղթելու, այսպես ասեմ, որովհետեւ այս պարագայում դրանք տարբեր բաներ են, որովհետեւ տվյալ դեպքում օրինակ կարող է ինքը լինել բոլոր ուժերի մեջ, հա, առաջինը բայց մնացածը բոլորը իրար հետ ավելի շատ լինեն, քան ԿՊ-ն, բոլոր ընդդիմադիր ուժերը, այդ դեպքում այո էլի պարտվելու է, բայց փաստացի ինքը ընտրություններում ԿՊ-ն կլինի առաջատար, բայց կառավարություն կազմելու իրավունքը չի ունենա։ Իսկ սա իր համար մեծ վտանգ է, թեև անգամ իրենց զգուշացնում են, որ մի վախեցիր, վտանգ չի լինի, բան չի լինի, եթե տեսել եք հենց ինչին ինքը այսօր կարծեք թե բավականին էլի հա ջղաձգված ռեակցիա տվեց բառերով, որը որ չնայած անիմաստ է արդեն սազական կամ ոչ սազական բառեր լեքսիկոն օգտագործել մի մարդու հանդեպով ինչ ասես ասում է եթերում լինելով իդեպ երկրի ղեկավար չէ ասել էր բոմժ կդառնա եւ այլն չեմ կարողանում պատկերացնել ոնց կարող է հա սննկացնել ինքը մի մարդու ում բիզնեսի ես չեմ կարող ասել քանի տոկոսը բայց կարող եմ ասել որ շատ մեծ տոկոսը Հայաստանի սահմաններից դուրս է ընդ որում դա միայն Ռուսաստանը չէ հա դա Էմիրատներն են, դա Կիպրոսն է, դա միջազգային շատ մեծ մասշտաբի բան է, ոնց է իր ձեռքերը հասնելու այնտեղ ես չեմ պատկերացնում, որ սննկացնի, բայց այնուամենայնիվ ռեակցիան շատ ջղաձիգ է, շատ։ Դա մտահոգություն է, անհանգստություն է, թե կոնկրետ վախ է։ Ես չեմ կարող դա ասել, ես հոգեբան չեմ, որպեսզի միանք sense նայելով ասեմ ինչ է, բայց այն որ դա շատ մեծ անհանգստություն է, այսպես ասեմ։ Նորից եմ կրկնում, եթե դա իրեն չանհանգստացներ, ինքը դրան չերել անդրադառնա։ Իսկ քաղ տեխնոլոգիաները, որ իրենք կիրառում են, շարունակում են այն ազդեցություն ունենալ հանրության վրա, թե դրանք էլ են կորցրել իրենց ազդեցությունը։ Գիտեք, այնպես չի, որ իրենք նույն տեխնոլոգիաներն են միայն։ Կան, իհարկե կրկնվող, հա, նախկիններ, բաներ, այս նույնն է, բարձր, բայց հասկանալի է, որ նոր տեխնոլոգիաներ են կիրառվում, նույնը այդ ինչը քիչ առաջ ասեցի,
հոխորտալ Պուտինի վրա եւ այլն ցույց տալ թե իր տեղը Կրեմլում Որտեղ է։ Սա արդեն նոր տեխնոլոգիա է, ես կարծում եմ, որովհետև եթե մինչեդ մաքսիմում եղել էր չգնալ չդիմավորելը, բայց գոնե նման լեքսիկոն մենք մինչև հիմա չէինք լսել։ Ընդդիմադիր դաշտը փորձում է կարծես թե հնարավորինս հակազդել այն օրակարգին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմն է փորձում բերել։ Քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, բայց բոլորը լծվել են ծանր աշխատանքի, հանդիպումներ, քննարկումներ եւ քաղաքական գծի ներկայացում։ Ոնց ինչպես եք տեսնում դաշտը, ընդդիմադիր դաշտում։ Իրավիճակը ոնց է։ Կարծեք թե բոլոր ուժերը գնում են ամեն մեկը իր ճանապարհով, բայց ես վերադառնալով մեր նախորդ թեմային կարող եմ ասել, որ վերջին 5 տարիների մեջ միակ դեպքը, երբ օրակարգ թելադրում էր ոչ թե Նիկոլ Փաշինյանը եւ իշխանությունը, այլ ընդդիմադիր հատվածը, դա եղել է Բագրատ Սրբազանի այդ շարժման ընթացքում, 1-2 ամսվա ընթացքում օրակարգ թելադրել է, ընդդիմադիր գործիչը, տվյալ դեպքում եղել է Բագրատ Սրբազանը։ Հիմա, երբ ինքը անդրադառնում է օրինակ ուժեղ Հայաստանի այդ հայտարարություններին, հետևաբար օրակարգ թելադրում է արդեն ուժեղ Հայաստանը եւ ինքն է գնում այդ օրակարգի հետևից, ոչ թե ուժեղ Հայաստանն է գնում իր կամ ընդդիմությունն է գնում իր օրակարգի հետևից։ Այսինքն ինքը անդրադառնում է ընդդիմության խոշոր ուժերին, Հայաստան դաշինք, Ռոբերտ Քոչարյան, Այո, արդեն կարծեք թե նաեւ դժվար է, որովհետեւ մի բան է, երբ դու ասում ես նախկինները եւ դա մեկ միավոր ես դիտարկում, մի բան է, երբ կոնկրետ ընտրություններից առաջ առնվազն 4 լուրջ ուժ կա, որին դու պետք է հասցնես բոլորի հետևից, որովհետև այստեղ դու պատասխանում ես, այնտեղից մեկ ուրիշն է ուրիշ բան ասում, հետո մեկ էլ 4-րդը, 5-րդը, ընդ որում դա արդեն դառնում է բավականին բարդ այդ process-ը, անգամ այն պարագայում, երբ ամբողջ փաստացի, ամբողջ չի ասի իհարկե սխալ է, բայց ամենայն դեպս ունեն հսկայական մեդիա ռեսուրսներ, ունեն այլ ռեսուրսներ եւ այս ռեսուրսների պարագայում անգամ արդեն բարդանում է խնդիրը։ Դրան գումարվում է մտահոգություններն ու անհանգստությունը ու արդյունքում ունենք փաստացի ընդդիմության օրակարգերին պատասխանող Փաշինյան։ Այո։ Տեսեք, ընդամենը 10-15 օր առաջ, անկախ նրանից ինչպես էր անդրադառնում ընդդիմությունը Փաշինյանի, չգիտեմ, պերաշկի ուտելուն, կուկուռուզ ուտելուն, բայց ինքը գնում էր իր օրակարգի հետևից։ Ընդդիմությունը գնում էր Փաշինյանի օրակարգի հետևից։ Հիմա Փաշինյանն է գնում արդեն ընդդիմության օրակարգի հետևից։ Այսինքն կոնկրետ այս շրջանում հիմա Փաշինյանը կորցնողի կամ պարտվողի դերում է։ Ես չեմ կարող ասել պարտվողի, բայց նորից եմ կրկնում, որ ունի մեծ անհանգստություն, դա ինձ համար փաստ է։ Եվ ընտրություններին ընդառաջ այդ անհանգստությունը միտում ունի միայն աճելու։ Կարծեք թե այդպես է։ Այսինքն ընդդիմությանն ուղղված այն մեղադրանքները, որ օրակարգը չի կարողանում թելադրել եւ այլն, այլևս ժամանակավրեպ են։ Այս պահին ես չեմ ին վրա վերցնի նման պատասխանատվություն եւ ասեմ, որ վերջ այսուհետ միայն ընդդիմությունն է։ Այս պահին ընդդիմություն իշխանությունը գնում է ընդդիմության թելադրած օրակարգի հետևից։ Այս պահին վերջի խոսքը մի 2-3-4 օրերի մասին է։ Պարոն Քոչարյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Հաջողություն։